Ուրեմն տեսեք, ես այսքան գտնվելով ես Չեռնագորիա կոչվում, այսքան անպատվում եմ, հա, բնակչությանը իրոք արժանի են, պլինտուսի ցածր է, բայց էլի ոչ մի համեմատություն չի տանում Ղախպա Դավաճան Նիկոլի ռեժիմի հետ, տեսեք, այս վերջերս, այս միջադեպի հետո, ուրեմն մեկը թուրք, մյուսը ադրբեջանցի, դանակահարել են տեղացում, ուրեմն իսկույն նախագահն էլ արտահայտվեց, վարչապետն էլ, դատախազել այլ չինովնիկներն եւ այլն օրենքներ նոր ընդունեցին, իսկույն բեզվիզը Թուրքիայի Ադրբեջանի հետ փակեցին, ես իմ էլ ինչ այլ քայլեր ձեռնարկեցի եւ մինչեւ հիմա գնում է քննարկումներ էս Չեռնագորիա կոչվածի կառավարությունով եւ ինչ որ որոշումներ են ընդունում։ Իսկ հիմա տեսեք Հայաստանում ինչ ա կատարվում Նիկոլ Ղախպի օրոք Ինչքան սպանություն տեղի ունեցավ եւ այդ վերջի սպանությունը որ ես նկատի ունեմ դրսից եկածների կողմից որ այդ չեչենուհի այս շատին արդեն հայտնաբերել են, չէ՞ որ ուղարկված չեչեներն են հանցագործության մեջ փաստորեն մեղադրվում, բայց ոչ մի հայտարարություն, ոչ ոստիկանության կողմից, ոչ արտգործնախարարի կողմից այդ Ղախպի ծնունդի, ոչ վարչապետ եւ այլն Բոզի ծնունդ Նիկոլեն չես նստե վարչապետի հատ։ Այսօր Հայաստանի սահմանը բաց է այնպես, որ ցանկացած չեչեն Չեչնիայի բնակիչ կարող է ներխուժել, որը պոտենցիալ փաստորեն հանցագործ է։ Կարող է ներխուժել Հայաստանի Հանրապետություն առանց ոչ մի խնդրեմ։ Հայտնի է բոլորի, որ այսօրվա Չեչնիայի ռեժիմը այնպեսին է, որ իրանք մարդկանց են ուղարկում ինչքան դեպքեր ա եղել, միջադեպեր Եվրոպա կամ այս վիզայի երկրներ, որ մարդասպանություն կատարելու համար։ Հենց Կադիրովի մարդիկ։ Դուք հասկանում եք, ոչ մի հետևակ անպատասխանատվության գագաթնակի հետ ասել դա բավարար չէ, որպեսզի բնութագրել այս Ղախպի ծնունդ Նիկոլին։ Այս պարազիտ բոզի տղունը չես նստել վարչապետի այս Ղախպի ծնունդը գործում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերի դեմ։ Մի տեսեք այս վերջերս ինչ անում, գվարդիա, դուք գիտեք դա ինչ է նշանակում։ Ոստիկանական գվարդիա, չհասկացա։ Նման բան միայն անում են այն ամենավերջի դիկտատորները, ամենաանօրեն, հասկանում եք։ Այսինքն ես կասկածում եմ, որ մինչև վերջ դուք հաշվետվություն եք տալիս, թե ինչա կատարվում։ Ուրեմն տեսեք, Եվրոմիությունը, Գերմանիան էլ էս վերջին, քանի 100 միլիոն դոլար են ուղարկում, կներեք եվրո։ Միացյալ Նահանգները, այլ Եվրոմիության կազմակերպությունները, որպեսզի այս Ղախպի տղա Նիկոլի անօրեն հակահայաստանյան, հակահայ ռեժիմը պահպանեն։ Հիմա տեսեք ինչ է տեղի ունենում։ Ղախպի թուլեկից, ով որ եթե այդ գվարդիա բոզի տղա է, որովհետև դա այդպես կոչվում է իբր ոստիկանական գվարդիա, բայց դա Նիկոլի անձնական ախրանան է լինում։ Ուրեմն այդ ահռելի գումարները ուղարկում են Նիկոլի փաստորեն, բայց պարտքը գրում են ձեր վրա, Հայաստանի Հանրապետության վրա։ Դուք հասկանում եք, մի հատ էլ մտածեք ինչա տեղի ունենում։ Այդպես հնչում է իբր, որ այդ գումարը իբր օգնություն։ Այդպես չի։ Նախ դա պարտք է եւ իրականում, այսինքն ձեր հաշվին նրանք այդպիսով ամրապնդում են Բոզի տղա Նիկոլի ռեժիմը, իբր ոստիկանական գվարդիա, իրականում Նիկոլի անձնական անվտանգության բանակ ձեր հաշվին։ Պատկերացնում եք, այսինքն այդ տրյուկով ձեր փողերով յուրաքանչյուր հայաստանցի Բոզի տղա Նիկոլի անվտանգությունը ամրապնդում է։ Այս մի բան մոռացա, ասել վերադառնանք այդ չեչեներին, որոնք պոտենցիալ հանցագործներ են։ Կարելի է քայլեր ձեռնարկել։ Չասեք, եթե, չգիտեմ, Հայաստանի ղեկավարը իմ նման մարդ կամ ես լինեի, то ես Չեչնիայի բնակիչներին հետ կուղարկեի։ Կամ գոնե եթե կասկած կա, կհետևեին եւ կբռնեին հանցագործություն կատարելուց առաջ։ Բայց այս Բոզի տղեն հələ տես ինչ չի համապատասխանում, այս սա համակարգը։ Հիմա տեսեք, այս իմ ասածից հետո ինչ կարող են անել այս Ղախպի ծնունդները Նիկոլի մուսոները անցյալ անգամ հանցագործներին թողած իրականում իրենցից վտանգ ներկայացնողներին թողած էլի շրջվելու են անշար անմեղ ինչ որ արտասահմանցիների վրա, չգիտեմ, հնդկացիների, բանգլադեշցիների ռեյդ են անելու, չգիտեմ ինչ են անելու, լեզուս կապա ընկնում, երբ որ այս ուզում եմ բնութակ այս տականք, այս սատանա Նիկոլին միանշանակ չարիք, պայթեցնել է պետք, միանշանակ սատկացնել, չգիտեմ որ 103-րդ անգամ եմ այդ կոչը անում։ Եվ բացի զինված ճանապարհով անգամ ոչ էլ ես կասեի նապսակի էլի զինված ապստամբություն, որովհետև դա էլ կարող է ֆեյք մի բան անել։ Մնացած բոլոր ձևերը իբր իշխանափոխության հնարավոր ձևերը ղախպություն, ստահակություն, պայմանավորվածություն եւ այլն եւ այլն։ Դագավարնյակ եւ այլն եւ այլն, ոնց որ այս Ղախպի տղա, ոնց որ այս Ղախպի ծնունդ Նիկոլին
փոխանցեցին իշխանություն։ Հա, ես ասել եմ եւ կրկնում եմ, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ուներ այդ հնարավորությունը, բայց քակեց տակը։ Ու որքան էլ այդ Նիկոլ Ղախպի տղեն ոստիկանական Ղախպի ծնունդների գվարդիաներ չկազմավորի, չի փրկվի, եթե իմ հետ գործ ունենա։ Կսատկացնեմ ուրոյու։